ես իմացել եմ սայլակի վրա եմ всё արդեն։ Պրոթեզի ցավը մենակ կարող եք իմանալ, էլի։ Ցավը ոչ մեկի չեմ ցանկանա, էլի։ Ուղղակի ես իմ ժպիտով ծածկում եմ այդ ցավերը, որ կողքինս է չազդի։ Շահենի երկու ոտքը ամպուտացրել են 44-օրյա պատերազմի օրերին։ Մեկ ոտքը ազդրից է անդամահատված, մյուս ոտքը սրունկից։ 5 տարի հաշմանդամության առաջին կարգ ունենալուց հետո հիմա Շահենը զրկված է առաջին կարգից։ Որովհետև ոչ թե այլևս պրոթեզների կարիք չունի ու սեփական ոտքերով է քայլում, այլ մարզվում է, հաղթանակներ ունենում պարաբասկամարտի Եվրոպայի աշխարհի առաջնություններում։ Մի ոտ ծնկից ներքև կտրած երկրորդ կարգ ու երկու ոտք ամպուտացրած երկրորդ կարգ։ Ճիշտ չէ, էլի ես իմ նայում են օրինակ համացանցով նայում են օրինակ ինչեր ենք անում ու դրանց վրա ասում են Շահենը պարում, առօր կյանքին է արդեն հարմարվե բան։ Շահենը խնամակալի կարիք ունի։ Պատմում է վերջին անգամ, երբ խնամակալ ունենալու համար գնացել է անձի ֆունկցիոնալ գնահատում անցնելու, մասնագետների աչքը ծակել են մկանուտ ձեռքերը, պինդ մարմինը։ Ձեռքը ես է գալիս ստուգում, ոտքից մկանն է ստուգում, որ ասում եմ, որ չպարապացնեմ, սենց չի լինի կյանքում, էլի։ Ես խիղճ ու գայք սենց դեմքով ես չեմ էթա։ Ну լավ, դուսը սպասի։ Շահենի խոսքով սպորտային կազմվածքը ֆիզիկական ուժը հաշվի առնելով իրեն զրկել են առաջին կարգից։ Որոշումը բողոքարկել է երիտասարդը, Շահենին ուղարկել են կրկնակի զննության։ Սայլացա, եկա բողոքարկման, արդեն ոնց կամ, տենց պրոթեզներով ես քայլով առանց փետի գնացել եմ այնտեղ։ Ես իմ սպորտային կարիերան սաղ ներկայացրել եմ իրանց, ասել եմ, սենց վիճակում ես հայրենիք եմ ներկայացնում, ուտես մի արեք, էլի չի կարելի, ամոթ է։ Ասում եք, քո հոգեբան աշխատել, ասեմ, ես եմ իմ հոգեբան, ես եմ իմ ցավը, խոսքի գիտակցում, ես եմ իմանում, օրինակ, ես եմ իմ ցավերը ծածկում, հա, ցավը տանեմ, հա։ Գալիս են մեջքս են ստուգում, թևեր ես են ստուգել, դե պարապում եմ, թևեր ես են սպանում, գնացել եմ, ոտքից մկան են ստուգում։ Շահենի հաշմանդամության առաջին կարգը չեն վերականգնել, ստացել է երկրորդ կարգ, որովհետև ինչպես ինքն է ասում, պարել է, հաղթել, աշխատել։ Ես ժամանակ եղել տաքսիեն եմ վայել, որ գումար աշխատեմ, էդի չհարցեմ, այս որ տաքսին, էդի, եսին, ճիշտ չէ, անարդարություն է էդի, դե խեղճ ձևանա, որ տան առաջի կարգ, բայց ես տենց չեմ, էլի։ Շահենը պատերազմի միակ մասնակիցը չէ, որի կարգը փոխել են։ Իր կողքին մարզվում են տղաներ առանց ձեռքերի, առանց ոտքերի։ Տղաներ, որոնք կորցրածը չեն գտել, բայց չեն ուզում հանձնվել։ Կարող էր խմել, կարող էր ծխել, փողոցներում լիներ, ավելի թուլանար այդ մկանները, այդ նույն, չգիտեմ, հանձնաժողովի մոտ գնար արդեն թույլ, ոտքի մկաններն էլ թույլ, պետք է մի բան էլ sense դողդղալով գնալ, ասե ինչ է դու առաջի խումբ ես, խոր հաշմանդամություն ես, մարդը մարզվում է, մասնակցում է Եվրոպայի աշխարհի առաջնության, երկրին պատիվ է բերում, մեր դրոշն է բարձրացնում, բայց դա իր աշխատանքի շնորհիվ է։ Սարգիսն է Շահենին ոտքի կանգնեցրել, իր օրինակով ցույց տվել, որ առանց ոտքերի էլ հնարավոր է առաջ գնալ, երբեմն ավելի արագ ու ավելի հեռու։ Այսօր երբեմն մի փոքր էլ իսկ մեղավոր եմ զգում, ասում եմ, հետևեց իմ օրինակին, ուժեղ տեսակին, եկավ ինքն էլ դարձավ աշխարհի չեմպիոն, ինքն էլ բոլորի համար օրինակա ծառայում, այսօր որ քայլում է դրսում, բոլորը հպարտանում են, ուրախանում են իրենց հերոսներով, բայց այսօր ճիշտ չի գնահատվում դա։ Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հիմնադիր նախագահը նկատում է, օրենքում բացեր կան, բժիշկը չպիտի հաշմանդամություն ունեցողի կարգը որոշի, գնահատելով բնավորությունը, տրամադրությունը, ապրելու կամքը։ Այդ տղաները վերջ-վերջ իրենց հայրենիքի պաշտպանության ժամանակ են հաշմվել։ Դուրս է գալի ոնց որ այս վիզս ծռեմ, թույլ ձևացնեմ, տկար ձևացնեմ ինձ կամ իմ պահվածքով այնպես լինեմ, որ տկարանամ, որ գնամ, որ ինձ կարգ տան։ Ստեփանյանն ասում է, կարգը վերականգնելու նպատակը ամենևին էլ փողը չէ, զինհաշմանդամության նպաստը չի պակասել, պակասել է արդարությունը։ Երբեք մեր կարգը չի իջնի, մեր ոգու կարգը չի իջնի, մեր արժանապատվության, մեր ուժի, որտեղ մեր տեսակը դա է, հասկանում եք,
Ուղղակի այստեղ մոտեցում է, հիմա դատական process-ի մեջ ենք, որովհետև ուզում ենք արդարությունը վերականգնենք։ Փետրվարի 17-ին դռնբաց դատական նիստում կքննվի 3 անգամ վիրահատված պատերազմի մասնակցի կարգը փոխելու հանձնաժողովի որոշումը։ Արդարությունը կհաղթի Հայաստանում։ Շահենը հաղթանակների համար է պայքարում, թե դատարանում, թե սպորտում։ Մայիսին նա նորից է Հայաստանը ներկայացնելու Եվրոպայի առաջնությունում։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։